Ազատության տաղավարում այս պահին հյուրընկալել ենք տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանին։ Բարև ձեզ Հայկ, շնորհակալ եմ, որ եկաք։ Եվ այսպես լսեցինք Սերժ Սարգսյանին, ով նշում է, որ կառավարության ներկայիս թիմը վայելում է անձամբ իր եւ քաղաքական թիմի լիակատար վստահությունը։ Արդյոք սա պատասխանն է այն հարցին, թե ով է լինելու 2018-ին եւ արդյոք սրանով Սերժ Սարգսյանը փորձում էր այդ հասարակության մեջ առաջ եկած այդ հարցը լուծված համարել։ Շատ տարօրինակ կլիներ, եթե կառավարության նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել, թե տվյալ կառավարությունը չի վայելում հանրապետական կուսակցության լիակատար աջակցությունը, այս պահին այլ բան Սերժ Սարգսյանը ասել չի կարող, խնդիրն է, որ մթնոլորտում, այսպես ասենք, այդ սպասումը, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ժամանակավոր է մինչև 2018 թվականի նախագահական ընտրությունները, շատ այսպես ընդգծված են ու կարծում եմ, որ այստեղ այնպես չի, որ միայն վերլուծություններ են, որ փաստերի համադրում, հանգամանքների այսպես վերլուծություն, այլ կա կոնկրետ ինֆորմացիա, կարծում եմ, որ ՀՀԿ-ի վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամենայն դեպս քննարկում է 2018 թվականից Կարեն Կարապետյանին հրաժեշտ տալու հարցը կամ Կարեն Կարապետյանին այսպես երկրորդական, երրորդական դեմքի կարգավիճակով կառավարությունում թողնելու հարցը, դժվար է ասել, թե 18 թվականին ի վերջո ինչ կլինի այս պահին, բայց կարծում եմ, որ հավանականություն, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժեշտ կտա մեզ, կարծում եմ շատ բարձր է։ Գլխավոր հանձնարարականը, որ տվեց, այսպես կարելի ասել, Սերժ Սարգսյանը կառավարությանը, դա գործունեության թափանցիկությունն է։ Մինչև այժմ ձեզ համար նկատելի եղել է կառավարության գործունեության թափանցիկությունը, ինչ ակնկալել սրա տակ։ Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո իհարկե այստեղ որոշակի այսպես մթնոլորտ փոխվեց, կարելի ասել, քիչ, բայց ինչ որ բաներ կային, խոսվեց, որ տնտեսության վիճակը լավ չի, խոսվեց, որ չինովնիկական ապարատը ուռճացված է, այսպես թերությունների վերհանման իմաստով, փոքր թվով, բայց այնուամենայնիվ որոշակի այսպես թափանցիկության էլեմենտներ երևացին ու կառավարության ծրագրում էլ ասենք, եթե ես հաշվել էի, մոտ 30 անգամ կիրառվում է թափանցիկություն բառը, ծրագիրը, որ նախանցած շաբաթ ընդունվեց, բայց անցած շաբաթ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ջնջեց այդ ամբողջ այսպես մթնոլորտը, ցրեց այդ մթնոլորտը, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարող է աշխատել թափանցիկ ավելի, քան նախկինը, խոսքը 163 հեկտար տարածքը կոնկրետ մի տնտեսվարող սուբյեկտի նվիրելն էր, այդ հարցը կառավարության նիստի օրակարգ մտավ մի քանի րոպե առաջ նիստը սկսվելուց, բացարձակ որևէ քննարկում չի եղել, ոչ մեկին հայտնի չի եղել, որ այդպիսի բան է նախատեսում կառավարությունը, դա խոսում է արդեն թափանցիկության իրական մակարդակի մասին, ինչպիսին պիտի լինի թափանցիկությունը, ու հիմա Սերժ Սարգսյանը, որ ասում է թափանցիկությունը կարևոր է, բայց մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ում է պատկանում Սպայկան, այդ առումով, այսպես եթե մեղմ դիվանագիտական արտահայտվենք, խիստ այսպես կասկածելի հանձնարարական է դա, մենք առաջիկայում մենք կհամոզվենք, որ այդ թափանցիկության հարցը չի լուծվելու, որովհետև թափանցիկությունը ինքն իրենով այսպես քաղաքական մակարդակում եղած հարց է, ասենք եթե թափանցիկ ամեն ինչ թափանցիկ լինի, ամեն ինչ պարզ լինի, ամեն ինչ փաստաթղթերով ապացուցվի, կտեսնենք թե ով է տիրապետում տնտեսական լծակներին, ով է տիրապետում, ինչպես է տիրապետում քաղաքական լծակներին, ինչ միջոցներով են դրանք արվում եւ այլն, այնպես որ թափանցիկությունը ակնկալել գոնե առաջիկայում կարծում եմ պետք չի։
Հաջորդ շեշտադրումը նախագահի կողմից արած դա կոռուպցիայի դեմ պայքարն է, նա նշում է, որ նոր եւ ազդեցիկ մեթոդներ են ձեռնարկվել գործնականի մասին, եթե խոսանք, ոչ թե հնարավոր հեռանկարում հանձնաժողով ստեղծելու եւ այլն մասին։ Այս 9 ամսվա ընթացքում, երբ Կարեն Կարապետյանը վարչապետ էր, ինչ արեց նա։ Տեսականորեն իրոք մի փաթեթ է բերվել, հա, ընդունվել, որով այսպես ապօրինի հարստացում, եւ այլն, հա, հանձնաժողով է ստեղծվել, ինչ որ ազդեցիկ իրանց ասելով լծակներով, բայց գործնականում ինչ կլինի, օրինակ ասենք ապօրինի հարստացում, հա, պիտի պաշտոնյաների մոտ առաջացած նոր գույքային այսպես միավորները, հա, համապատասխանեն նրանց օրինակա եկամուտներին։ Եթե եկամուտ չունի օրինական ու հանկարծ ինչ-որ բնակարան է հայտնվում, դա դառնում է արդեն քննարկման առարկա եւ այլն, կարող են քրեական գործ հարուցել, հա, պատժել, բան եւ այլն։ Բայց գործնականում ինչ կլինի, ուղղակի այդ տունը, որը նոր հայտնվեց, կգրանցվի մեկ ուրիշի անունով, այնպես ինչպես մինչև հիմա եղել է շատ հաճախ, հա։ Դա կբերի ուղղակի նրան, որ չինովնիկները մի քիչ ավելի զգուշ կլինեն ու ասենք իրենց ունեցվածքը նախ կգրանցեն ուրիշների անուններով ավելի շատ քան նախկինում ու իրենց ֆինանսական միջոցները կամ էլի ունեցվածքը կհանեն երկրի սահմաններից դուրս։ Ունի կառավարությունը այսպիսի լիազորություններ կամ մանդատ, հա, ստուգելու օրինակ օֆշորային գոտիներում շրջանառությունը այդ պաշտոնյաների կամ ունեցվածքը այլ երկրներում կարող են գնալ ստուգել Իսպանիայում այսինչ-այսինչանը ինչ ունի։ Իհարկե չեն կարող, չունեն այդ հնարավորությունները եւ ամենամեծ ցավը, որ քաղաքական չունեն նման ցանկություն ընդհանրապես։ Այդ է խնդիրը։ Գործնականում գոնե 9 ամսվա ընթացքում կոռուպցիան նվազել է երկրում։ Կարծում եմ այդ հարցը ավելորդ տալ իհարկե չի նվազել, որովհետև կոռուպցիան այն չի, հա, որ հիվանդանոցում այդ աշխատողի գրպանը 200 դրամ են գցում կամ այն ինչ որ մեզ տարիներ շարունակ փորձում են համոզել, որ դա է կոռուպցիան, հա, կոռուպցիան դա չի, կոռուպցիան շատ ավելի բարձր է, շատ ավելի բարձր մակարդակներում է ու շատ ավելի մեծ ծավալներ ունի, ահավոր մեծ ծավալներ, քան կարող են այդ մասին խոսել մեր իշխանությունները։ Այդ պատճառով այս դեպքում նույնպես ես որևէ բան չեմ ակնկալում առաջիկա ժամանակաշրջանում նաև։ Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ կառավարության ծրագրի իրագործումը պետք է անել հնարավորինս անցնցում, արդյոք հնարավորինս անցնցում ձևակերպումը նշանակում է, որ այնուամենայնիվ ցնցումները ակնկալելի են։ Գիտեք, կարծում եմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բրենդավորում են կառավարության ծրագիրը դրանով ընդհանրապես, այսինքն մենք այնքան ուժեղ հզոր ծրագիր ենք բերել, հա, որ դա իրականացումը կարող է ցնցումներ առաջացնել։ Իրականում այդ ծրագիրը ամենևին էլ այդպեսին չի, այնտեղ պարզապես բարի ցանկությունների շարան է, ուղղակի մի քիչ ավելի գեղեցիկ է ձևակերպած, իսկ ցուցանիշների առումով ընդհանրապես այդ ծրագիրը ամենևին այսպես հավակնոտ չի, ինքը այսպես կյանքի որակ փոխող ծրագիր չի։ Իհարկե չէ, որովհետև գիտեք, կյանքի որակը ընդհանուր տնտեսական այսպես ոչ միայն ցուցանիշային, այլ որակական հատկանիշներից է կախված։ Օրինակ, եթե պետությունը սկսի կամ կառավարությունը, ասենք տվյալ դեպքում, հա, խոսում ենք Կարեն Կարապետյանի մասին, հա, եթե կառավարությունը սկսի տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, այդ դեպքում անպայման կլինեն ցնցումներ, որովհետև ընդ որում ներիշխանական ցնցումներ, որովհետև բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ, հա, իշխանության հետ։ Եթե սկսի տարանջատել դրան, ինչ որ միջոցներ ձեռնարկի, անպայման ցնցումներ կլինեն։ Կամ եթե իրոք պայքարի կոռուպցիայի դեմ, դա նույնպես կբերի ցնցումների, որովհետև կոռուպցիան որտեղ է թաքնված, բոլորս գիտենք։ Կամ ասենք տնտեսության ապա մոնոպոլիզացիա եթե սկսի, այդ ժամանակ նույնպես կլինեն ցնցումներ, բայց ոչ մեկը, ոչ մյուսը եւ ոչ երրորդը այս կառավարությունը չի անելու։ Նույնիսկ եթե ունենա շատ մեծ ցանկություն, իսկ ցանկություն կարծում եմ ունի, բայց միևնույնն է չի կարողանալու դա իրականացնել, որովհետև դա ուղղված է այն քաղաքական ուժի դեմ, որը ձևավորել է այս կառավարությունը։ Պարզ բանաձև է, հա, այսինքն ոչ ցնցումներ են պետք ցնցումներ են ակնկալվում, կարծում եմ
ոչ էլ ինչ որ ես չգիտեմ, ինչ այսպես հրաբխային զարգացումներ Հայաստանում, հա, լինելու է շատ այսպես ճահճային, հա, մի քանի ցուցանիշներ փայլացնելով, պլպլացնելով, այսպես հասարակությանը ներկայացնելու process առաջիկայում ամեն դեպս։ Ձեր հոդվածներից մեկում դուք նշել եք, որ մոտ 5 անգամ Հայաստանի պետական պարտքի աճի տեմպերն ավելի են, քան համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը։ Խնդրում եմ մի փոքր բարձրաբանեք։ Վերջի 6-7 տարիների ընթացքում, 8 տարիների ընթացքում կարծեմ ցուցանիշների համեմատությունը բերում էր դրան, որ համախառն ներքին արդյունքը դոլարով հաշված աճել է ինչ-որ մի ցուցանիշով, իսկ պարտքը դրանից 5 անգամ ավելի աճ է ցույց տվել, հա։ Այստեղ ֆինանսների նախարարը ասում է, որ մենք նվազ պարտքային, այսպես հարթության մեջ ենք, հա, զուտ ցուցանիշային թվային առումով այդպես է։ Բայց առաջիկայում դա իհարկե կփոխվի, հա, շատ կտրուկ կարծում եմ աճեր կլինի առաջիկայում երբ նկատել մի քանի տարիների ընթացքում։ Այստեղ խնդիրը պարտքը չի, իրոք, եթե վերցնենք պարտքի ֆիզիկական չափը, այդքան մեծ նշանակություն չունի։ Նշանակություն ունի, թե պարտքը ինչ ուղղությամբ է ծախսվում, ինչպես է ծախսվում, որ վարկ ենք վերցնում, չէ՞, պարտքերը ոնց ենք ծախսում այդ պարտքերը, ասենք ուր է ուղղվել այդ գումարները։ Գումարների մեծագույն մասը, հիմա մեր պարտքը արդեն անցել է պետական պարտքը ընդհանուր անցել է 6 միլիարդ դոլարը, այդ 6 միլիարդ դոլարի մեծագույն մասը գնացել է ուղղակի բյուջեի դեֆիցիտի լրացմանը։ Այսինքն մենք պարտքը վերցրել ենք ու ծախսել ենք բյուջեի բոլոր, այսպես ծախսային հոդվածներով, աշխատավարձ չինովնիկների, չգիտես ինչ, այսինքն մենք ունենք մի ահռելի ուռճացված չինովնիկական ապարատ, որին աշխատավարձ տալու համար մենք պարտքեր ենք կուտակում։ Իսկ եթե մենք պարտքերը կուտակում ենք, դրա հետ մեկտեղ կրճատում ենք այդ չինովնիկական ապարատը ու այդ վարկերի հիմնական մասը ուղղում ենք ենթակառուցվածքների, ինչ գիտես, ինչ որ ծրագրերի կոնկրետ ծրագրերի իրականացմանը, դա որևէ վտանգ իր մեջ չի պարունակում, որովհետև վաղ թե ուշ այդ գումարները այդ ենթակառուցվածքների ստեղծումը հետ է բերելու, հա, ուղղակի կամ անուղղակի։ Օրինակ այդ վարկերի մեջ մի զգալի մաս կազմում է հյուսիս-հարավ մայրուղին, հա, եթե այսպես վերցնենք, այսպես ինչ կոնկրետ ծրագրի տակադրված եղել, հա, այդ սկզբում դա գնահատվում էր 960 միլիոն դոլար, հետո դարձավ 1.5 միլիարդ, հիմա այդ հաշվարկները ցույց են տալիս, որ 2 միլիարդ դոլար արդեն այդ բան, հիմա այդ ճանապարհը եթե մենք կառուցում ենք, բերելու է այդ գումարը հետ ժամանակի ընթացքում, այսինքն ինքը թողնելու է տնտեսական այնպիսի էֆեկտ մեր տնտեսության վրա, որովհետեւ տնտեսությունը կարողանա սպասարկել այդ կոնկրետ հենց այդ ծրագրի տակ դրված վարկը, կարծում եմ չէ, ու այսօրվա կառավարությունն էլ արդեն դա հասկացել է ու մտածում է ծրագիրը շարունակել ոչ թե վարկերի միջոցով, այլ մասնավոր ներդրումների, որոնք ինչ որ հատվածներ կդարձնեն վճարովի ու դրանից այդ վճարովի ճանապարհներից ստացվող գումարներով կսպասարկեն պարտքը, օրինակ, հա, բայց այստեղ էլի խնդիր կա, հա, ինչպես օգտագործվեց այդ հյուսիս-հարավի գումարի այդ առաջի մի քանի տրանշները, որով որոշակի հատվածներ Հայաստանում նորոգվեցին։ Կոռուպցիոն հանձնաժողովը կարողանա դա կորցնել։ Կարծում եմ դա արդեն ոչ թե կոռուպցիոն հանձնաժողով, այլ իրավապահ մարմինների քննարկման հարցն է, բայց լուրջ քննարկումներ իհարկե այդ ուղղությամբ չեն լինելու, բայց այսպես տեխնիկապես, հա, երկու բառով, ասենք, պիտի մեղրին կապեր Բավրայի հետ, ճիշտ է այդ ճանապարհ ուղիղ։ Վերցրեցին, նորոգեցին ճանապարհի այն հատվածները, որոնք միշտ էլ նորմալ երթևեկելի են եղել, հա, ասենք Երևան-Արտաշատ, Երևան-Արարատ հատվածը։ Դրանք ուղիղ այսպես անցանելի բարձր արագությամբ տրանսպորտային միջոցներին երթևեկելու հնարավորություն տվող հատվածներ են, բայց օրինակ ասենք Սյունիքում, որտեղ ոլորաններ են եւ բեռները եւ որ տեղափոխող տրանսպորտը շատ դժվարությամբ է անցնում այդ հատվածը ու դա է հենց խոչընդոտում բեռնափոխադրումը եւ ուղղափոխադրումների արագությանը, այդ հատվածում ոչ մի բան չարեցին։ Այսինքն իմաստ չուներ այդ գումար ուղղակի, հա, բերել են ինչ-որ մի հատված ասֆալտապատել են ու
Շատ լավ։ Տեսեք, Հայկ, եթե կառավարությունն իրոք իր արժեվ դրած հանձնարարական իր արժեվ դրած խնդիրը կատարի, խոսքը տարեկան 5% աճի մասին է, 5 տարում աղքատության մոտ 2 անգամ կրճատումն է, արդյոք սա կլուծի Հայաստանում առկա գլխավոր խնդիրները, խոսքը տնտեսական զարգացման, այսինքն մարդկանց սոցիալական կյանքի բարելավման, արտագաղթի կասեցման եւ արդարության վերականգնման մասին է։ Դրա պատասխանը կացա, ասենք, մի քանի տարի առաջ տեղի ունեցած է իրադարձությունը տնտեսական, այսպես ցուցանիշների փոփոխության հետ։ Մենք 12 թվականին Հայաստանը ունեցել է 7.2% տնտեսական աճ։ Փոխվել է որակը, կյանքի որակը Հայաստանում կամ արտագաղթը նվազել է։ Արտագաղթը շատ կայուն, տարեկան 40-ից 50 հազար մարդ նույնիսկ պաշտոնական տվյալներով Հայաստանից հեռանում է, դա բնակչության ավելի քան 1.5%-ն է։ Դա սարսափելի ցուցանիշ է։ Դա կանխեց արտագաղթը, չկանխեց։ Կյանքի որակը էական բարձրացում արձանագրեց, կարծում եմ կհամաձայնեք, որ չարտագաղթեց, իսկ ինչ նշանակում տնտեսական աճ, դա ինչ որ այսպես եթե դուք հանում եք 100 կիլոգրամ պղնձի հանքանյութ, դա վաճառում եք $100 կամ վաճառում եք $200, դա հսկայական տարբերություն կա հնայի բանում։ Մենք այդտեղ կարձանագրենք, որ 2 անգամ հնան այդ մասով աճեց։ Բայց դա իհարկե զուտ տնտեսության որակի իմաստով որևէ կապ չունի։ 12-13 թվականների տնտեսական աճերը պայմանավորված են եղել բացառապես պղնձի գնի աճով եւ տրանսֆերտների աճով։ Հիմա պղնձի գինը նվազել է, տրանսֆերտները նվազել են, տնտեսական աճ չի գրանցվում։ Եկող տարի եթե տրանսֆերտները աճեն, տնտեսական աճ նորից կգրանցվի։ Դա կառավարության հետ որևէ կապ չունի։ Մենք գործունեության ծրագիր, կոռուպցիա, չգիտես, մոնոպոլիզացիա, ոչ մի բանի հետ կապ չունի։ Դա ուղղակի Ռուսաստանում փողը շատացավ, տրանսֆերտները շատացան, տնտեսական աճը կլինի։ Պղնձի գինը աճեց, հանքաքարի արտահանումից ստացվող գումարները շատացան, հնան կաճի։ Այնպես որ այդ 5%-ի ապահովումը չեմ կարծում, որ ինչ-որ անլուծելի խնդիր է, բայց միևնույն ժամանակ նույնիսկ այդ 5%-ը, որը շատ քիչ է, կարող է եւ չապահովի կառավարությունը, որովհետեւ ընդհանրապես աճ ապահովելու համար քաղաքական լուծումներ են պետք, քաղաքական միջավայրի փոփոխության խնդիրներ պետք են լուծել։ Ես չգիտեմ, Կարեն Կարապետյանը կգնա այդ քաղաքական խնդիրների լուծմանը, թե ոչ։ Այստեղ տնտեսության զարգացման բանալին գացը քաղաքական դաշտում, ոչ թե տնտեսական։ Մենք տնտեսական որևէ խնդիր չունենք, ամբողջը քաղաքական դաշտում է։ Շնորհակալություն, Հայկ։ Իմ զրուցակիցն էր տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։